Տիկին Հակոբյան, մենք նկատում ենք դուք գրեթե բոլոր հակաիշխանական եւ ի աջակցություն քաղբանտարկյալների եկեղեցու բոլոր ակցիաների մասն եք կազմում։ Խնդրում եմ մի փոքր ներկայացնեք նաեւ այս ակցիայի նպատակը եւ մանրամասները։ Գիտեք, իրականում երևի ես մի փոքր շտկեմ, որովհետև ոչ թե հակաիշխանական, այլ հանուն հայրենիքի, հակա երբևէ մեր քայլերում որևէ բան չկա, այլ կա հանունի, եւ եթե դրան խոչընդոտում են իշխանությունները, ապա միանշանակ իրենք որպես խոչընդոտ պիտի հեռացվեն։ Ինչ վերաբերում է ներկայիս ակցիային, Հայաստանում է եւ ազգային ժողով է գալու Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը եւ գիտեք շատ կարևոր է որ մեր ձայնը մեր անհատական հանդիպումների ժամանակ շատ իրավապաշտպաններ նշում են, որ ժողովրդի ձայնը լսելի չէ եւ ցավոք սրտի ավելի շատ իրենց ինֆորմացիան զեկույցներից է եւ իշխանական թևի ներկայացումից։ Հետեւաբար նման ակցիաները, միջոցառումները կարևոր են շատ, որովհետեւ պիտի միջազգային կառույցները, դերակատարները պիտի անպայման լսեն ժողովրդի հենց ձայնը ու պիտի տեղում տեսնեն իրականությունը, ոչ թե դրան ծանոթանան զեկույցներից կամ իշխանական ինչ-որ լղոզված մեկնաբանություններից ու ներկայացումներից։ Հետևաբար կարևորում ենք եւս մեկ անգամ հասցնել տեղ, որ թե Հայաստանի Հանրապետությունում ցավոք սրտի արդեն մոտ 7 տասնյակ քաղբանտարկյալներ կան, որոնք ինչու՞ չէ պակաս չէ, ինչպես նաև Բաքվում խոշտանգվում են, որովհետև եկեք ընդունենք, որ մենք ունեցել ենք նաև մահվան դեպքեր, մենք ունենք առողջական ծանր խնդիրներով քաղբանտարկյալներ, դա պիտի միջազգային բոլոր իրավապաշտպան կառույցները տեսնեն, հասկանան եւ քայլեր ձեռնարկեն։ Եվ մենք իրականում այո նմանատիպ իրավիճակում գտնվող ունենք նաև Բաքվի բանտերում պատաններ եւ գերեվարված մեր հայրենակիցները ըստ էության նույն վիճակում են մարդիկ հասցեները տարբեր եւ այստեղ շատ կարեւոր է որ դերակատարները ուղիղ միջնորդությամբ գործուն քայլեր կատարեն։ Տիկին Հակոբյան, իսկ դուք միջազգային հանրությունից, այդ Եվրոպայից ինչ ակնկալիքներ ունեք, քանի որ մենք տեսանք իրենց կարելի է ասել հանցավոր լռությունը, երբ հանձնվեց Արցախը, երբ շրջափակված էր Արցախը, մենք տեսնում ենք իրենց կողմից ուղիղ աջակցություն գործող իշխանություններին, արդյոք նրանք կարող են որևէ քայլ ձեռնարկել ի օգուտ այս պահին թեկուզ բանտերում գտնվող մեր հոգեվորականների։ Գիտեք, միջազգային հանրության մեջ էլ այնպես չի, որ ամեն ինչ հարթ է, ես ամեն դեպքում հաստատ որ երկու մասի բաժանումը կա, որովհետև երեք մենք նման իրավապաշտպան մի կազմակերպության ներկայացուցիչների հետ եվրոպական հանդիպում ունեցանք նաև Շվեյցարիայի խորհրդարանականների հետ հանդիպում եւ ես ձեզ ասեմ, որ բացարձակ մոտեցում է այնպիսի ինչեր, ինչպես մենք տեսնում ենք կամ երբեմն ասում, հակառակը իրենք փաստում էին, որ այո, իրենք արձանագրել են, որ Հայաստանի Հանրապետությունում կան ճնշումներ եկեղեցու նկատմամբ, կրոնի նկատմամբ, այսինքն ըստ էության ազատության նկատմամբ մարդու ընտրության եւ նաեւ կան քաղբանտարկյալ հոգեվորականներ, դա հենց իրենք են փաստել, խոսել ենք նաեւ Բաքվում պահվող մեր գերիների մասին, խոստացել են իրենց աջակցությունը նաեւ այդ հարցում, գիտեք, բայց միաժամանակ նաև նշում են, միգուցե դա արդարացում է, ես չեմ կարող վստահ ասել, որ լսելի չի նաև ժողովրդի ձայնը։ Այսինքն մենք բավարար քայլեր չենք կատարում, մեր ժողովուրդը մի մասը այլևս այս տեխնոլոգիաների տակ է իշխանությունների կողմից կիրառվող, մի մասը ինչ-որ սին հույսեր ունի, որ ինչ-որ մեկը գալու է հրաշք է տեղի ունենալու, բոլորս փրկվելու ենք, ինչը ամենամեծ այդպես մոլորությունն է, մի մասը ուղղակի հիասթափվել է տարբեր պատճառներով, այսօր ցավոք սրտի ժողովրդի ձայնը լսելի չէ, իսկ նստել ու սպասել, որ միջազգային հանրությունը ինքը ինչ-որ քայլեր է անելու, ոչ, այսօր մենք տեսնում ենք աշխարհակահաղական իրավիճակը, մենք տեսնում ենք այդ տնտեսական մրցակցությունը եւ այդ ֆոնի վրա այսօր այս իշխանությունները, որ ունի Հայաստանը, միջազգային կառույցները առանց մեր ակտիվ, այսպես ճնշման ներգործության որևէ քայլ չեն անելու այս ուղղությամբ։